այն process-ում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող են բերել բազում օրինակներ, թե որտեղ է մեր առավելությունները։ Այսքանը, եթե չբավարարվա, կներեք։ Հաջորդ հարցի համար պատգամավոր Զարուհի Փոստանջյան համեցեք։ Պարոն Այվազյան, դուք նշում եք, որ ունենալու ենք առաջընթաց, մեր տնտեսվարողները ուղղակի դրախտի շուկայում են հայտնվելու, տանելով այնտեղ մեր ապրանքները վաճառելու։ Հիմա տեսեք, այսօր Ռուսաստանի Դաշնության տնտեսությունը 50%-ով կազմված է այդ նավթի, գազի եկամուտներից։ Նավթը, գազը փաստորեն անկում է ապրում համաշխարհային շուկայում նրանց գները։ Օրեց օր այդ անկումը բոլորս տեսնում ենք եւ ինչ հետևանքներ են դա ունենալու ռուսական տնտեսության նկատմամբ պարզ է։ Դոլարի եւ ռուբլու տատանումները տեսնում եք ինչ է տեղի ունենալու Ռուսաստանի Դաշնության քաղաքացիները կորցնելու են իրենց գնողունակության հնարավորությունը։ Այդ դեպքում մենք ոնց ենք այդ շուկայում կարողանալու մեր ապրանքները վաճառել, երբ շուկան գնողունակ չէ, եւ տվյալ պարագայում այդ ոչ գնողունակ շուկայում, որը կրիզիսային շուկա է, որը գտնվում է պատժամիջոցների ներքո, որի կանխատեսումները մինչեւ գարուն ահավոր, այսպես ասենք, անկումային են եւ դրանք ապացուցված անկումային են, որ հրաշք չի կարող տեղի ունենալ։ Տվյալ պարագայում այդ անկումային տնտեսության մեջ մեր տնտեսվարողները միգուցե սպասեք, չգնանք այդ անկումային տնտեսության մեջ անդամակցելու։ Եվ Ադրբեջանի մասով դուք այդպես մի հպանցիկ անցեք, ասեմ ձեզ, անցյալ տարի երբ այստեղ գազի պայմանագիրն էին քննարկում եւ հարց էր բարձրացում նաեւ ձեր կուսակցության գործընկերների կողմից, որ այդ բաժնետոմսերը կարող են գնել նաեւ օտար պետությունները, հատկապես Թուրքիայի Հանրապետությունը։ Երեք մի պայմանագիր կնքվեց Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի Հանրապետության միջև, որով նաեւ հրավիրում էին Թուրքիային գնել Գազպրոմի բաժնետոմսերը, այսինքն նաեւ այն բաժնետոմսերը, որը այս պահին գազատարն են մեր սպասարկում։ Այսպեսի հպանցիկ մի ասեք Ադրբեջանի մասով եւ նաեւ զենքի մասով։ Հստակ խնդիրներ են մեր առջեւ ծառացել այս կրիզիսային ժամանակահատվածում։ Միգուցե մենք պետք է այս պահին դադարեցնենք այս գործընթացը, սպասենք տեսնենք ինչ է տեղի ունենալու այդ կրիզիսային շուկայում եւ ընդհանրապես համաշխարհային քաղաքական այս նոր կարգերի ձևավորման շուրջ մենք իրավունք չունենք այսպիսի հապճեպ որոշում կայացնել։ Տիկին Փոստանջյան, ես փորձեմ ձեր հարցադրումներին պատասխանել, որքանով դա ձեզ կբավարարի, որքանով ձեզ չի բավարարի, ձեր բավարարման չափանիշները ինձ համար անհասանելի են, բայց փորձեմ պատասխանել։ Հիմա ասեմ ձեզ, առաջինը, դուք ասում եք դրախտի շուկա, եթե կարելի է, այստեղ ոնց որ մենք ձախ կողմից ես բան եմ անում, էլի, պարոն Մինասյան, մեր գործընկերուն եւ ինձ հարգեք, թույլ տվեք, որ ամբողջապես պատասխանեմ։ Ներկա գնացող պրոցեսները, ինչի մասին որ դուք խոսում եք, մենք ինտեգրացման գործընթացի մեջ լինենք թե չլինենք, Հայաստանի վրա ուղիղ համեմատական են ազդելու։ Որովհետև եթե դուք Հայաստանի մասին ոչ թե խոսեք միայն ասենք այն տեխնիկներով, որ այդ ձևի մեկնաբանությունները մի քիչ տնտեսությունից քիչ շատից իրազեկված լինեք, իսկ թվում է այդ հարցադրման հետ կապված հստակ կասեիք։ Ինչի, որովհետև Հայաստանի Հանրապետության արտահանման կառուցվածքը, երբ որ մենք նայում ենք, Հայաստանի Հանրապետությունը արտահանում է եւ մաքսային միջուն, հիմնականում պղնձի խոհանյութ, մոլիբդեն, ոսկի, մեկ էլ մետաղի ջարդն որոշակի առումով եւ այլ երկրներ նույն ձևի։ Պատրաստի արտադրանքի 92%-ը խաղող, այդ խեցամորթիներ, ես ինչ գիտեմ բաններ, 92% ինք արտահանում է Ռուսաստանի շուկան։ Այսինքն այս նավթի հանգման պարագայում ինչի է տեղի ունենում որոշակի նաև դոլար դրամային արտահայտություններ, որովհետև պղնձի շուկայում պղնձի գինը 7200-ից իջել արդեն 6000 դոլարի, որը կազմում է արտահանման Եվրամիության երկրներում, եթե չեմ սխալվում, մոտ 25-30% ծավալային առումով։ Այսինքն Հայաստանի Հանրապետություն դոլար, որ ավանդական մտնում է, ներս չի գալիս։ Դրանից է գնում, դրանից չի կախված։ Ռուսաստանը ունի արտահանման մաքսային երկրներից բացի այլ երկրներին գազի, նավթամթերքի, ադամանդի վրա հավելյալ տոկոսադրույք, որը կոչվում է турք իրենց, որը Հայաստանի Հանրապետության նկատմամբ չի կիրառում, այլ երկրների նկատմամբ կիրառում է։
Մեզ էլ էր կիրառում մինչև $270, մենք իջեցրեցինք $179։ Դե ինչի $179-ից մենք իրացումը դարձնում ենք 300 կներեք 156,000 դրամ, հանձնաժողովի ձեր հարգարժան գործընկերները ինձ հետ կան։ Ձեր աջ կողմի նստողին կհարցնեք, ինքն էլ այդ հանձնաժողովում մասնակցում եւ ոնց է ձևավորում այդ ինքնարժեքը։ Սա երկրորդ հարցադրման հետ կապված։ Հիմա դուք երրորդ հարցադրումը, որ դուք մեզ ասում եք, ինչի համար է Հայաստանի Հանրապետությունում ցած խնդիր տեղի ունենում։ Հայաստանի Հանրապետությունը էապես կախված է դրսի տրանսֆերտներից։ Դա որևէ մեկի համար գաղտնիք չի։ Եկեք չասենք, եկեք մեկս մյուսին։ Եվ այդ տրանսֆերները, որը 3 միլիարդ էր, իջավ 2 միլիարդ, այսօր արդեն դիշնում է մոտավորապես 1.6-1.7 միլիարդի։ Եվ այդ 1.6-1.7 միլիարդի կարգին, որ խոսում ենք, նորից 80%-ը գալիս է այդքան ձեզ չսիրած Ռուսաստանից։ Ինձ էլ համարելով, այսպես ումերենի համարելով որպես ազնվորություն, որտեղ ուզում եմ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահը։ Հիմա եթե այնտեղ ստեղծված այդ հավելյալ արժեքը, որը մոտ $60 միլիարդ է կազմում, արժեզրկում է տեղի ունենում, նշանակում անդեղից եկող տրանսֆերտների քանակությունը պակասելու է։ Դրա համար քո երկիր դարձնագրում է նմանատիպ դոլար դրամային արժողության հետ կապված։ Դա կլինի, մենք կմտնենք այդ միության մեջ, թե չենք մտնի այդ միության մեջ, այս իրավիճակը խնդրի հետ կապված գնալու է։ Հիմա եկեք հասկանանք ինտեգրացիան process-ը ինչա տեղի ունենալու։ Ինտեգրացիան process-ը ասում է, որ այդ մարդիկ, ովքեր որ տնտեսվարողներին հարցրեք, ես ձեզ խնդրում եմ։ Բացի քաղաքական գործիչներից մի երկու տնտեսվարողի հետ նստեք, խոսեք։ Կենթանի տնտեսվարողի հետ, այդ տնտեսվարողները բոբոններ չեն, լավ մարդիկ են։ Հիմա ես դրա համար եմ ձեզ ասում, այդ մարդիկ որ ասում են, մարդը իր մեքենայով իր ապրանքը ազատ որևէ բանը պետք է տանի, մենք լրացուցիչ հնարավորություն ենք ստեղծում։ Հասկանում եք։ Այդ ինչ հարցերը որ տալիս եք, եկեք պետք է մենք համեմատական անցկացնենք։ Մենք գնում ենք ինտեգրացիան գործընթացի։ Մեկ դեպքում մենք այսպես ասած նախանշաններ կար ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, հիմա էլ մենք ասում ենք մաքսային միության համաձայնագրի շրջանակներում։ Եվ ես դրա համար եմ ես բացատրում, թե որտեղ է մեր առավելությունները։ Առավելությունների մյուս մասն էլ ես ասացի, նաև այն գումարների չափն է, որ մենք կարող ենք ակնկալել, բացի համախառն ներքին արդյունքի աճից, որ մենք ակնկալում ենք այդ հակսվային միություն ստացման հետ կապված։ Եթե որևէ մեկ հարց կիսատ մնաց, հա դոլար ռուբլի։ Հիմա գիտեք ինչ կա, ես նոր եմ գալիս։ Վերջերս ձեր գործուղմամբ գտնվում էի ԱՊՀ-ի միջխորհրդարանական վեհաժողովում։ Ասեմ ձեզ, որ այնտեղ հնեցել չէր, որ այդ իրար էին կոտորում։ Էլի մարդիկ իրանց վճարունակ պահանջարկը կար, ու հետաքրքիր ինչն էլ նոր մի գործընկերներից մեկը ստեղ լավ ասավ։ Ասավ հիմա լավ առևտուր անելու տեղը Ռուսաստանն է։ Որովհետև Ռուսաստանում ապրանքները ռուբլով շատ ավելի էժան է, քան այստեղ։ Ինչը տեղի ունեմ ժամանակ Ամերիկայում, ինչը տեղի ունեմ մեկ այլ երկրներում, որովհետև իրենց մոտ նույն ապրանքը ինքը վաճառում է ռուբլով, անկախ նրա հետ կապված։ Նրանց մոտ գների բարձրացումը, որպես այդպեսին, որ մենք ասում ենք դոլարը 32 ռուբլուց, այն գործընկերներ կային, կարող եք հարցնել։ 32 ռուբլից այսօր դարձել է 51 ռուբլի։ Այնպես չի, որ այդ ապրանքն էլ 32 ռուբլու, որ առաջ վաճառում է դոլարը, ինքը նորից մնացել է 32 ռուբլի։ Աշխատավարձի համար էլ ձեզ ասեմ, պարոն Արզումանյան, միջամտելու համար, որ արդեն կա երկրի նախագահի հրամանագիր ինդեքսացիա անելու մինիմալ աշխատավարձը բարձրացնելու եւ ինդեքսացիա կատարելու սոցիալական բոլոր խմբերը, որոնք որ ստանում են համապատասխան այդ ծառայությունները 2015 թվականի հունվարի 1-ից եւ փետրվարի 1-ից։ Էդի որ դուք ասում եք, դրա հետևի մասն էլ ասեք։ Այսինքն այն մարդիկ իրաց հիմա մենք Հայաստանի Հանրապետության մեջ պատգամավորներով հաջորդ հարց տվողն եք։ Լավ, հա, խնդրեմ, լսում եմ։ Ավարտեցիք, պարոն Այվազյան։ Խնդրեմ։ Սիրով լսեմ ձեր արձագանքը։ Արձագանքի համար Հա, Ադրբեջանի մասը չեմ պատասխանել, արձագանքից հետո կպատասխանեմ։ Ռուսաստանի Դաշնությունում հիմնական առաջի սպառման ապրանքները ներմուծվում են այլ երկրներից։ Այդ ներմուծումը տեղի է ունենում դոլարով, այսինքն չեն գնում ռուբլիով այնտեղից գնում։ Հետևաբար, եթե իրանք դոլարով ներմուծում են այդ ապրանքները, ինչպես կարող է այդ ապրանքների գները չթանկանալ, երբ ռուբլին անկում է ապրում։ Այդ մեկ, այսինքն այդ ձեր պարզաբանումները, որ չի թանկանալու ապրանքները եւ այստեղ մենք տուժելու ենք, ես կարծում եմ հիմնավոր չէ։
Դուք ասում եք տնտեսվարող սուբյեկտների ներկայացուցիչների հետ խոսել եմ, թե ոչ, իհարկե խոսել եմ, եւ իրենց համար թեկուզ ոչ մատչելի եվրոպական շուկան ավելի ձեռնատու է այնտեղ առևտուր անել, որտեղ այդ շուկան կայուն է, քան մենք չունենալով սահման Ռուսաստանի Դաշնության հետ, իրենց հետ առևտուրը, որը անկայուն շուկա է, եւ բացի այդ մենք չունենք այդ շուկայի հետ հաղորդակցվելու հնարավորություն, այսինքն ճանապարհ չունենք այդ շուկայի հետ։ Իրենց համար Պարոն Այվազյան, պատասխանեք։ Տիկին Փոստանջան, ես խնդրում եմ իմ բառերը ինչ որ ես ձեզ ասում եմ, ես ձեզ խնդրում եմ չձևափոխել։ Ես ձեզ ասում եմ չի թանկացել։ Այսինքն եթե դա հունվար կամ փետրվար ամսին որոշակի թանկացման միտումներ ունենա, ես չեմ բանում։ Երկրորդը, եթե իմ հիշողությունս չի դավաճանում, այլ աշխարհագրական դիրքով ես գտնում եմ Հայաստանի, ինձ հետաքրքրում է Հայաստանի Հանրապետության տնտեսության վիճակը։ Ռուսաստանի տնտեսության վիճակի հետ կապված ես կարող եմ միայն եւ միայն ենթադրություններ կատարելով այնքանով իրենց հետ, այսպես ասած, առնչվել, որքանով մեր տնտեսական հնարավորությունների նոր հնարավորություն կբացվի։ Շատ ողջունելի կլինի, որ օրինակ ասեք ինձ համար, որպես նախկինում ոչ քիչ շատ ես տնտեսվարման բան ունեցել եմ, լավագույն սցենարը կլինի, թե հանկարծ Չինաստանում ծախեի։ Որովհետև եթե այդ ամբողջ երկուսը իրար վրա խփես, այս երկու ինտեգրացիոն process-ները Եվրամիություն եւ բան, Չինաստանի 1.5 միլիարդի ընդհանրապես կես հազիվ կարող է լինեն, կեսի կեսը։ Այսինքն ամենակարևոր խնդիրը դա է, որ քո ապրանքը դիշկան նոր շուկաներ վերցնես, այսինքն ազիական շուկա իջնես, Հնդկաստան 1 միլիարդից ավել է։ Պատկերացնում եք դուք ինչպեսի հրաշալի իրավիճակ կստացվեր, եթե մենք հանկարծ այդ ապրանքը, ասենք, ենթադրենք այն Եվրամիության կամ Մաքսային միության չէ, չինական շուկայում վաճառեինք։ Այսինքն խոսել շուկաների, որ մեկն առավել, որ մեկը բան չի սրա հետ կապված։ Մենք նույն հարաբերությունների մեջ ենք մնում։ Տեսեք, ես ինչ եմ ասում, Մաքսային միության հետ կապված մենք անմաքս առևտուր ենք անում, սա հնարավորություն է։ Մեզ համար կարևորագույն խնդիրը երկու երկիրն է։ Դա մեզ համար Վրաստանն է, որ ամենայնպես մեր ապրանքաշրջանառության 60-70%-ն եւ Իրանն է։ Այն երկուսի հետ ես որևէ մի հարաբերություն չունեմ։ Այն երկուսին ինձ հետ ինչ-որ դա թշնամական։ Վրաստանի հետ ազատ առևտուրից ես պահպանում եմ այս իրավիճակին։ Երբ որ ինքը գնում է դեպի ասոցիացման պայմանագիր, իսկ Իրանը ընդհանրապես այլ աշխարհ ընկալում է եւ այլ տնտեսական մեխանիզմներ են գործում։ Այսինքն ստեղծվում են լրացուցիչ հնարավորություն, ասեմ, Չէ, գիտեք ինչ կա, բանի հետ է կապված։ Ես չեմ գտնում, որ դուք այդ ձեր ասած հիմնարար, այսպես ասած, դովոտները, որ դուք ասում եք, այսինքն մեջ բերումները, ես գտնում եմ Հայաստանի տնտեսական շուկայի համար սա լուրջ հնարավորություն է, որովհետև սա երաշխավորված էներգակիրների համենայնդեպս ներկրում է։ Ձեզ մի բան ասեմ, դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում սկսել է զարգ առնել այսօրվա դրությամբ էներգակիրների օգտագործման առումով համենայնդեպս որոշակի ներդրումների նոր մեխանիզմներ, որովհետև տնտեսվարողների, Տիկին Փոստանջան, որ ասեմ ձեզ ու ասեմ քեզի, որևէ մեկը համենայնդեպս այն մնացած երկրներում, որ ասում ես, $270 ավելացված արժեքի հարկը մեջը քեզի գազ ոչ ոք չի տալիս։ Իսկ էներգետիկ երաշխավորվածությունը համենայնդեպս եկեք խոսենք։ Սա էլ ինչ-որ տնտեսական ճիշտ է մեխանիզմ է, բայց ինքը պայմանավորված է քաղաքական դովոտներով է, ամենայնտեպս սա էլ իր առումով։ Մենք ասում ենք վատը տեղը չենք կարողանում ասել։ Եթե այլ պատվեր կա, պատվեր խնդիր ուրիշ է, բան չունեմ ասելու։ Խնդրեմ, պարոն Արզումանյան, ուշադիր լսում եմ ձեզ, կներեք, եթե Պարոն Այվազյան, ձայնը հարցի համար ես եմ տալիս։